Իմ շատ սիրելի, շնորհքով, խելացի, դարերով ապրած հայ ազգ։ Այս աշխարհում երևի ուրիշ մարդ չկար, առաջինը հայն է եղել։ Ինչ եք անում։ Օտար ազգերից եք խոսում, սրա նրանից եք վախենում։ Ձեզանից վախեցեք։ Այո, իրարից վախեցեք, որովհետև իրար կերակես էր կորվա մեջ։ Աշխարհի վերջի բառերը հնչեցին։ Շնորհքը ձեզ ցույց տվեցիք այսքանի օրվա մեջ։ Ինչ է։ Հայը միշտ ամենախելացին է եղել, ամենաշնորհքովը, բայց ամենամեծ թերությունը հայի եղել է այս բնավորությունը։ Իմ ու քո որն է։ Մի վայրկյանում ուրացակ բոլորը իրար։ Չի կարելի։ Եթե ամեն մեկը գիտակցի, ոնց է պետք ապրել, ոնց է պետք պահել ազգը, ոնց է պետք պահել հողը, սենց չի լինի։ Այսքանի օրվա մեջ ինչքան որ մենք չարություն տեսանք, նենգություն, չկամություն տեսանք, դա խոսում է նրա մասին, թե ինչքան էլ ցանկանաք գրագետ եւ զարգացած ներկայանաք, մեկը տգետ եք։ Զարգացած խելացի մարդը գիտելիքներով լիքը հանդուրժող է լինում, բարի է լինում, հասկացող է լինում, դրության մեջ մտնող է լինում, հարց լուծող է լինում։ Ու մենակ տգետ մարդը, որ ընդհանրապես իրանից ոչ բան չի ներկայացնում, կարա այտենց բարձր արտահայտություններ անի, բոլորին փնովի ու քլնգի։ Մարդու մեջից դուրս է գալի այն, ինչը որ կա իրա մեջ, ինչից որ ինքը կազմված է, իրա բաղադրությունն է ներքին դա։ Ոնց կարա մարդ ազգից խոսի, արժեքներից խոսի, հողից խոսի, ունեցվածքից խոսի, արյունից խոսի ու իր արունակիցին փնովի, անիծի, օտար ազգերից եք խոսում, բայց դուք իրար ուտում եք ներսում։